Հավատացյալներից շատերը եւ ոչ միայն հավատացյալները ինձ մի հարց են տալիս, այսուք ինչու է եկեղեցին այդքան ժամանակ աղոթում է, խաղաղություն է տալիս պատարագների ժամանակ, ժամերգություններին եւ խաղաղության համար են աղոթում եւ աշխարհում խաղաղություն չի լինում, հակառակը ամեն օր մի պատերազմ, մի դեպք է պատահում։ Այսօր կփորձեմ այս հարցին պատասխանել։ Խաղաղություն քեզ, հարգելի բարեկամ, այսօր որոշեցի այս պայմաններում ձայնագրել այս հաղորդումը, գտնում եմ Հրեշտակապետաց եկեղեցու տանիքում, գտնում ենք Սուրբ Ծառի մոտ, իմ տանիքն է, այս էլ մեր զանգակատունն է, դպրոցն է, մեր Տերը հարությունից առաջ, խաչվելուց առաջ, առաքյալներին ասում է, որ ես իմ խաղաղությունս կտամ ձեզի եւ մի վախեցեք եւ այն խաղաղությունը կտամ, որ աշխարհը չի տալիս եւ հարությունից հետո երբ որ աշակերտները փակ տան մեջ էին հավաքվել, ինքը հայտնվում է փակ դռների ետևից հայտնվում է եւ ասում է խաղաղություն ձեզ եւ հետո մի շաբաթ հետո եւս մի անգամ նույն խաղաղությունն է տալիս, որտեղ աշակերտները ասես վախեցած էին, ինչ պետք է լինի, իրենց ուսուցչին, իրենց տիրոջը սպանեցին, խաչեցին եւ մտածում էին, որ իրենց էլ հիմա կգան կբռնեն, որտեղ լարված վիճակ եւ այդ խաղաղությունը չկա եւ Տերը այդ խաղաղությունը խաղաղությամբ ընդառաջ եկավ, խաղաղություն տվեց։ Գիտեք, եկեղեցում ամեն պատարագներին քահանան քանից անգամ ձեռքը կպցնելով խորանին դառնում, ասում այսպես խաղաղություն ամենեցուն եւ ժողովուրդը պատասխանում է եւ ընդհոգվույթ քում, այսինքն այդ խաղաղությունը քո հոգու համար է լինի, քո սրտի համար է լինի, այսինքն այդ խաղաղությունը, որ եկեղեցին է տալիս, աշխարհի խաղաղության մասին չի խոսքը, խաղաղությունը դա մեր հոգու, սրտի, մտքի խաղաղության մասին է, որտեվ մեր Տերը ինքն է զգուշացնում, ասելով, որ պատերազմներ կլինեն, արհավիրքներ կլինեն, երկրաշարժեր կլինեն եւ այս ամեն ինչը պետք է լինի, ասում է։ Եվ ինչպես մարդ կարող է մտածել, որ խաղաղություն կլինի, ոչ մի փորձանք, ոչ մի բան չի լինի։ Գիտեք, որտեղ մեղքը շատ է, որտեղ ատելությունը շատ է, այնտեղ այդ պատերազմները միշտ կլինեն եւ այդպիսի խաղաղություն չի կարող լինել։ Խաղաղությունը միայն կլինի, երբ որ մեր Տերը երկրորդ գալստյան հետո հաստատվի իր արքայությունը երկրի վրա, մեղքը կվերանա, մահը կվերանա, այն ժամանակ իրոք խաղաղություն կլինի, ոչ պատերազմ կլինի, ոչ մի բան, ոչ հիվանդություններ, ոչ փորձություններ եւ փորձանքներ։ Բայց այսօր այդ խաղաղության մասին, որ խոսում ենք, դա այդ ինչպես ասացի, հոգու, մտքի խաղաղությունն է, ոչ թե մեր շուրջը։ Հայրերից շատերը ասում են դու խաղաղվիր եւ քո շուրջինները կխաղաղվեն։ Երևի նկատած եք, որ մարդ անխաղաղ է, ասես ներվային մի վիճակի մեջ է, ապա ինքը անդադ այդ ներվային նյարդային վիճակը տարածում է այդ շուրջինների վրա եւ հակառակ է, որ մարդ խաղաղ հանդարտ է, այդ խաղաղություն հանդարտությունը տարածում է իր շուրջինների վրա։ Քրիստոնյան պետք է խաղաղ լինի, ինչպես խաղաղ լինի։ Դա գիտեք, արհեստական չես կարող դա այդ խաղաղությունը իրականացնես, ինքն իրան չի լինի։ Խաղաղությունը գալիս է այնտեղ, որտեղ այդ խաղաղության որդին կա։ Հիշում եք, Տերը առաքյալներին երբ որ ուղարկում, ասում է գնացեք այն տունը, որ մտնեք, ասեք խաղաղություն է ստան։ Եթե դա խաղաղության որդին կա, խաղաղության հոգին կա, այդ խաղաղությունը կմնա այնտեղ։ Եթե չէ, չի մնա այդտեղ։ Այսինքն քրիստոնյան պետք է պատրաստ լինի, որ եթե եկեղեցում խաղաղություն են տալիս, այդ խաղաղությունը իր մեջ ընկալի։
Ինչպես կարող է պատրաստ լինի, որովհետև այն ձևը, որ ինքը պետք է ապավինի Տիրոջը, ինքը սովորի ապավինել Տիրոջը։ Օրինակ բերեմ, որ հասկանաք։ Օրինակ մարդ, որը դրամական խնդիր ունի, ինչ-որ նեղության մեջ է, հա, բնական է, որ անդադ մտածում է, որ դրամը չկա կամ դրամը հիմա կկորի կամ ինչ եւ այլն, ինքը սկսում է ինչ անել, խաղաղությունը կորում է, տակնու վրա է լինում, այսպես է սիրտ այստեղ խառնվում է, խեղդվում է։ Եվ ինքը մտածում է այդ խաղաղությունը ինչպես գտնել, ոչ թե Տիրոջ մեջ է փնտրում խաղաղությունը, այլ փնտրում է ինչպես լուծի, ինչպես անի, որ այդ դրամական հարցը լուծի։ Հենց որ դրամական հարցը լուծում է, ինքը խաղաղվում է։ Նույնը հիվանդություն, նույնը տարբեր ինչ-որ փորձությունների մեջ, երբ որ այդ բանից ազատվում է, ինքը ձևով խաղաղվում է, իրականում ինքը չի խաղաղվում, որովհետև միջև մյուս փորձությունը այդ մարդը նորից կկորցնի այդ խաղաղությունը, որտեղ իր մեջ այդ խաղաղությունը չկա։ Դրա համար երբ որ քահանան խաղաղությունը տալ այդ ձևի մարդուն, որը եկել է եկեղեցի ինչ որտեղ հարցեր լուծելու համար, այսինքն եկել է եկեղեցի, որ ինքը իր հարցերը լուծի կենցաղային, առողջական, ֆինանսական հարցերը, մտածելով որ աղոթեմ Աստված օգնի ինձի, բայց ավելի է խաղաղությունը կորցնում, ավելի է նեղվում, ավելի է ջղայնանում, որտեվ չի լինում, հետո ասում է եկեղեցում խաղաղությունը չստացա։ Ինչու, որովհետև ինքը չի փնտրում այնտեղ, որտեղ պետք է, ինքը չի փնտրում խաղաղությունը Քրիստոսի մեջ, այսինքն ինքը չի ակնկալում, որ ոչ թե դրամական հարց լուծվելով է խաղաղություն գալի, այլ Քրիստոսով է այդ խաղաղությունը հարցը լուծվում, այսինքն խաղաղություն ես ձեռք բերում Քրիստոսով։ Դրա համար, երբ որ այդ նեղություններն է լինում, ոչ թե մենք փորձենք ազատագրվել այդ փորձությունից, այդ դժվարությունից, նեղությունից, այլ փորձենք այդ նեղության մեջ Տիրոջը ապավինել, նեղության մեջ կանչել Տիրոջ անունը, ասում է, ով որ Տիրոջ անունը կանչի, նա կփրկվի։ Այսինքն կանչին իրոք Տեր փրկիր ինձի։ Հիշում եք, երբ որ առաքյալները նավակի մեջ էին եւ Տերը քնել էր նավակի մեջ փոթորիկ է բարձանում եւ մի պահ Տերը աշակերտները տակնու վրա փորձում են այդ իրավիճակից դուրս գալ, այսինքն իրանք վարպետ պրոֆեսիոնալ ձկնորսներ էին եւ գիտեին ինչպես ղեկավարել նավը, նույնիսկ այդ պայմաններում ամեն բան արեցին եւ նայում են այնտեղ ամեն մի ձեռքնել, որը կարող էր իրանց օգտակար լինել, կարեւոր էր, նայում են Տերը քնած անհոգ այնտեղ իր համար պարկած է եւ չի գալիս օգնի։ Եվ ասում են ինչ անհոգ այդտեղ պարկել ես, չես տենում քո հոգը չի, մենք մեռնում ենք, դու քո համար պարկել ես։ Եվ Տերը երբ որ արթնանում է, ինքը ասում է. ով թերահավատներ, ինչու եք վախենում, եւ հրահանգեց ծովը խախանդվեց, այսինքն խաղաղություն իջավ այդ ծովի վրա եւ ամեն բան փոխվեց, փոթորիկը վերացավ եւ իրանք զարմացան։ Սա այն վիճակն է, երբ որ մենք ամեն ինչ անում ենք, որ այդ վիճակից դուրս գանք, բայց միչև որ Տեր այդ խաղաղությունը չտա, միչև մենք Տիրոջը չդիմենք, Տեր փրկի, Տեր այս նեղությունից ազատի, նեղությունից ազատելը նաեւ այդ խաղաղությունը թող տա մեզի։ Երբ որ այդ խաղաղությունը եւ մենք փնտրում ենք, ինքը տալիս է եւ մենք խաղաղվում ենք։ Եվ կարող է անկեղծ ասեմ հարցը չլուծվի, այսինքն խնդիրը չլուծենք ֆինանսական, այսինքն հարցը չլուծվի, առողջական հարցը չլուծվի, բայց դու խաղաղ հանդարտ վիճակի մեջ կմնաս, Տիրոջով կխաղաղվես եւ Տիրոջ այդ խաղաղությունը քո մեջ կլինի, ինչպես ասում է Տերը, չէ, արքայությունը ձեր մեջ է։ Այսինքն եթե քո մեջ չի այդ ամեն ինչը, ինչ էլ լինես այդ վիճակով, եթե քո հարցերն էլ լուծվի, չէ, հայրերը ասում են, եթե խաղաղ չես, քեզ տանեն արքայություն էլ նստես, դու ընդեղից կփախնես, որտեվ կձանձրանաս, որովհետև դու այդ խաղաղությունը ներքուս չունես։ Դրա համար հարազատներ փորձեք այդ խաղաղությունը ոչ թե հարց լուծելով ստանաք, այ խաղաղությունը Տիրոջը ապավինելով, խաղաղությունը Տիրոջը հույսով կապվելով իրեն, որ ինքն է Տերը, ինքն է մեր փրկիչը, ինքն է մեզ ազատողը, ինքն է փրկողը։ Եվ նորից եմ այսի շատ կրկնում, շատ ուշադիր եղեք, որ
Տերը հարցեր չի լուծում, խնդիրներ չի լուծում, այո, լինում է, որ դեպքեր պատահում են, լինում է, մենք ասում ենք փառք Աստծո, բայց այս դեպքերում խաղաղությունն է տալիս, ինքը հարցի լուծում չի տալիս։ Նայեք առաքյալներին, երբ որ հայտնվեց, ինքը չեկավ ասեց, գիտեք ինչ, հիմա ձեզ որ բռնելու են, ձևեր ասեն, որ ձեզ չբռնեն, գնացեք, այ խաղաղությունը տվեց, այդ երկյուղը մեջներից հանեց, որ իրանք համարձակ գնան իր խոսքը տարածեն, գնան քարոզեն եւ այդ համարձակությունը իրանք ձեռք բերեցին։ Դրա համար եթե ձեր հարցերը լուծի, ֆինանսական, առողջական են, ինչպես կրկնում եմ, եթե լուծի ու դուք ներքուստ այդ խաղաղությունը չունենաք, դուք նորից անընդհատ ամեն մի փորձությունից դուք նորից տակնու վրա եք լինելու, խաղաղությունը կորելու է։ Դրա համար պետք է սովորել տիրոջմով այդ խաղաղությունը ձեռք բերել ոչ թե հարցը լուծելով, այդ խնդրի մեջ լինելով, այդ փորձության մեջ լինելով մնալ խաղաղ։ Տերը գիտեք ինչ ասում, մի վախեցեք, ես հաղթեցի աշխարհը։ Հաղթեցի աշխարհը, դե կասեք, ինչպես հաղթեց, բռնեցին, խաչեցին, անարգեցին, թքեցին, մրեցին, սպանեցին, թաղեցին, հա, ինչպես հաղթեց, ինքը պարտվեց մարդկորեն, չէ, ինքը սրանով ցույց է տալի, որ հաղթությունը ասում է, ես չչարացա, այսինքն խաղաղությունը ես չկորցրեցի, ես չչարացա, չդառա իրանց պես, սա է հաղթանակը, երբ որ դու խաղաղությունդ կորցնում ես, դու չարանում ես, երբ որ դու խաղաղությունդ կորցնում եւ չարանալուց հետո դու սկսում ես մեղքերի մեջ ես ընկնում, դու ես սկսում մարդկանց վատություն անել, դու ես սկսում վնասել ուրիշներին եւ այլն եւ այլն։ Դրա համար Տերը մեզ սովորեցնում ասելով, որ հաղթեցի աշխարհը, իսկ հաղթելը նրանով, որ չչարանանք։ Գիտեք, խաղաղությունը կորցնում ենք նաև, երբ որ մարդ շտապում է, ինքը շտապում է, ուզում է մի բան արագ անի, այդ ժամանակ նույնպես խաղաղությունը կորցնում է մարդ։ Ինքը չի կարող կառավարել ինքն իրեն, ներքուստ խաղաղությունն է կորցնում ու արդեն երբ որ խաղաղություն չկա, ինքը սկսում է սխալ քայլեր անել։ Երբ որ այդ խաղաղությունը կորցնում է, ինքը, գիտեք, մարդիկ լինում է, որ անդադ հետը մի դժբախտ բան է պատահում, ընկնում է, մի բան է լինում, դա նրանից է, որ այդ խաղաղությունը չկա, տակնու վրա է, եւ Աստծո օրհնությունը չկա այդ մարդու վրա, եւ դրա համար հետը անդադ մի բան է պատահում։ Դրա համար գիտեք, սրբերին մենք ասում ենք սրբեր, իրանք այդ խաղաղությունը ճաշակել էին, տիրոջ խաղաղությունը, իրանք ներքուստ խաղաղ էր, իրենց ոչ մի փոթորիկ, ոչ մի փորձություն չէր կարող հունից հանել։ Չէր կարող հանել, դրա համար իրանց հետ, երբ որ եթե նստեինք այդ մարդկանց հետ, հաճել էր, խաղաղ էր, իրանք այդ խաղաղությունը իրանց մեջից արտացոլվում էր, մեր վրա կարտացոլվեր։ Նույնն էլ հակառակն, ինչպես սկիզբը ասացի, մարդիկ կան, որ այդ անհանգիստ են, ներվային են, բան, այդ վիճակը իրանք տարածում են շուրջինների վրա, դրա համար այդ հասարակության մեջ միշտ կռիվներ, վեճեր, ընտանիքների մեջ, որ մեկը անհանդարտ է, խաղաղություն չունի, տունը անդադ այդ հոգին է, մթնոլորտն է խաղաղության եւ հակառակը։ Դրա համար սիրելիներ, փորձեք դառնալ այդ խաղաղությունը ճաշակել, ոչ թե փնտրելով հարցի լուծում, այ Տիրոջը ապավինելով, Տեր, խաղաղությունդ դու։ Ու երբ որ գնում ես եկեղեցի եւ պատարագիչը ասում է խաղաղություն ամենեցուն, իրոք ընկալի հավատքով, որ այդ խաղաղությունը քեզ է տրվում եւ դու այդ հավատքով ասա եւ ընթոքույթ կում Տեր հայր կամ հայզուր, քեզ էլ թող այդ խաղաղությունը տրվի, դու էլ խաղաղ, որ մեզ էլ կարողանաս եւս մի անգամ էլ խաղաղություն փոխանցես։ Դա շատ կարեւոր է։ Դրա համար էլ ատելությունը մեր մեջ տարածված է, որովհետեւ խաղաղություն չկա, էլի մեր հասարակության մեջ, Հայաստանի մեջ, որևէ տեղ, որտեվ հայերս շատ խելացի ենք եւ փորձում ենք հարցերը լուծել մեր կարճ ուղեղով, դրա համար խաղաղությունը կորցնում ենք, դրա համար չենք կարողանում մեր խաղաղությունը գտնել, որտեվ ուզում ենք ամեն բան անել առանց Քրիստոսի, առանց մեր Տիրոջ։ Դրա համար փորձեք
խաղաղությունը հաստատվեք Տիրոջմով, Քրիստոսով, խնդրեցեք եւ Տերը կտա, չէ՞ ձեզ։ Այդ խաղաղությունը ճաշակեք, խնդրեք խաղաղության իշխանին, Թագավորին, որ այդ խաղաղությունը ձեզ տա եւ դուք էլ փնտրեք։ Այսօր այսքանը, սիրելի բարեկամ, շնորհակալություն, Աստված ձեզ օրհնի եւ Տիրոջ խաղաղությունը լինի ձեր վրա։ Ամեն։